Եվ այսպես երաշխավորված խաղաղություն, հավասարակշռված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, որը իրենից ենթադրում է բազմաթիվ ասպեկտներ եւ այստեղ բացառիկ եւ բացարձակ շահը հայոց պետության ու պետականության շահն է լինելու, միջազգային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածություն, 10 հիմնական դրույթ, որոնք փոխելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը եւ որոնք ամբողջացնում են Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական մեծ փաթեթը։ Նախընտրական ծրագիրը պատրաստ է, յուրաքանչյուր կետ հիմնավորված է հաշվարկներով։ Եթե մենք խոսում ենք թոշակի բարձրացումից կամ նվազագույն աշխատավարձի բարձրացումից, բնականաբար ներկայացված են բոլոր տնտեսագիտական հաշվարկները։ Եթե մենք խոսում ենք հասանելի եւ մատչելի առողջապահությունից կամ անվճար կրթությունից, բնականաբար մենք ունենք լուծման բոլոր նախանշած տարբերակները։ Քաղաքական ուժն ընտրությունների է գնում երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան կարգախոսով։ Արտաքին ու անվտանգային քաղաքականությունն այն ողնաշարն է, որն ապահովում է երկրի կայունությունը։ Նախկին արտգործնախարար արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանն առաջիկայում առավել մանրամասն կներկայացնի ծրագրի անվտանգային դրույթները։ Մեր խնդիրը ոչ թե փոքր երկիր լինելն է, ոչ թե սակավաթիվ բնակչություն ունենալն է, այլ կառավարման եւ կառավարության խնդիրն է, եւ եթե մեր երկիրը ճիշտ կազմակերպվի, ունենա միասնություն եւ արդյունավետ պետական համակարգ, ապա մեր տաղանդաշատ ստեղծարար եւ կրթված ժողովրդի հետ միասին մենք շատ կարճ ժամանակում կապահովենք մեր երկրի վերելքը։ Երաշխավորված խաղաղություն մոդելը շատ ակտիվ մտավ քաղաքական օրակարգ եւ դարձավ մյուս ուժերի ծրագրի լոկոմոտիվը նույնպես։ Հիշեցնում է ցուցակում ընդգրկված դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Իշխանության գծած սողացող կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզից պետք է դուրս գանք եւ դրա լուծումը կա։ Պարտադրանքի տրամաբանությունը միշտ է դա։ Դաստայության ոչ թե խաղաղության գործընթացը, այլ սողացող կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզ։ Մենք առաջարկում ենք այս տրամաբանությունից դուրս գալ, դրա համար պետք է վերականգնել ուժային, դիվանագիտական եւ տնտեսական բալանսը, որտեղ խաղաղությունը ի վերջո բալանսի դրսևորումն է, արտահայտությունն է։ Առանց արտաքին երաշխավորների եւ հստակ մեխանիզմների ցանկացած համաձայնություն խոցելի է, հատկապես եթե հաշվի առնենք Հայաստանի եւ Ադրբեջանի ուժային դիսբալանսն այս պահին։ Քաղաքական ուժը երկրների անուն չի տալիս, երաշխավորի կամ միջնորդի դերում կարող են լինել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները։ Ասել խաղաղություն, դա չի նշանակում խաղաղությունը եկել է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ թիմը իսկապես շահագրգռված են բարեդրացական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ եւ ապրել ամուր համակեցության պայմաններում։ Ես հեռու եմ այն մտքից, որ մենք ենք մեր սարերը կինոնկարի մոտիվներով աշխարհի մասին պատկերացում պիտի ունենանք, մենք ենք Ավստրիան եւ այլն։ Իսկ Ադրբեջանը ամենակարող չի, որպեսզի կարողանա միջազգային ռեգիոնալ կոնտեքստին հակադրվել։ Լրագրողները փորձում են իմանալ, ի վերջո, ով է Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուն։ Տոնոյանը խորհուրդ է տալիս սպասել։ Օրենքը որևէ կերպ չի պարտադրում այս կամ այն պահին հնչեցնել մեր վարչապետի թեկնածուի անունը։ Առաջարկ Հայաստանին ծրագրի ամեն տարի, բառի, ստորակետի հետևում կանգնած են սովորական մարդիկ։ Արման Աբովյանը շեշտը դնում է միասնական հայկական աշխարհի գաղափարի վրա։ Այո, չի կարելի դիտարկել Սփյուռքը, միասնական հայկական աշխարհը լոկ որպես սենց մարդկային ռեսուրս։ Միասնական հայկական աշխարհը մենք բոլորս հայերս ամբողջ աշխարհում մենք նաև այն ռազմավարական անվտանգային խորությունն ենք մենք բոլորս միասնականության մեջ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Կրթական ոլորտում երիտասարդները իրենց գնահատված չեն զգում, բախվում են բազմաթիվ անարդարությունների եւ լքում երկիրը, ընդգծեց Լիանա Մանուկյանը։ Մենք ամեն հնարավորը պետք է անենք, որ մեր երիտասարդները մնան այստեղ եւ ինչու ոչ նրանց կրթությունը դարձնենք անվճար, քանի որ մեր պետությունը
ունի այդ հնարավորությունները նոր ներդրումների հաշվին ուսանողներին տալ հնարավորություն։ Հունիսի 7-ը պատմական ու ճակատագրական օր է մեր պետության ու պետականության համար։ Իվետ Ատոնոյանի խոսքով ԱԺ առաջիկա ընտրությունն ապագայի համար է։ Այն ծրագիրը, որով մենք մասնակցում ենք ընտրություններին, ի զորու է ստանձնել պատասխանատվություն, ունի հստակ ճանապարհային քարտեզ արկա բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ, ունի ղեկավար, որը տիրապետում է ստեղծված իրավիճակներին եւ հատկապես տնտեսության զարգացման տեսլականին տիրապետում է 100%-ով, այնպես որ մենք ընտրություններին գնում ենք հստակ հաստատակամությամբ, ավելի լավ, ավելի բարեկեցիկ ու երաշխավորված անվտանգությամբ Հայաստան կերտելու ցանկությամբ։ Ալլա Դավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։